Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Մեսրոպ Մաշտոցի հին ձեռագրերի ինստիտուտում դեկտեմբերի 16-ին կայացավ խորհրդակցություն։ Այն նվիրված էր Պաշտպանության, Կրթության և Գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ոստիկանության կողմից հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ռազմայնասիրական դաստիարակության ուղղությամբ 2011 թվականին համատեղ կատարված աշխատանքների ամփոփմանը։ Բացելով խորհրդակցությունը և ողջունելով ներկաներին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց այն իրողությունը, որ հանդիպումը կազմակերպվել է հենց Հայոց մտավոր ու հոգևոր գանձարանում՝ Մատենադարանում։ Իր ելույթում Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ մեր երկրում կան զանազան կառույցներ, կազմակերպություններ ու անհատներ, ովքեր ամեն կերպ աշխատում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի դեմ, ինչը նշանակում է, որ մենք ունենք թերացումներ։ Ըստ պարոն Աշոտյանի, կրթությունը միայն գիտելիքի փոխանցման գործընթաց չէ, այլ առաջին հերթին դաստիարակություն։ Խորհրդակցության ընթացքում աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ասպարեզում Պաշտպանության նախարարության կողմից 2011 թվականին կատարված աշխատանքների մասին թեմայով զեկուցում ներկայացրեց Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը։ Բանախոսը նշեց, որ դպրոց-բանակ համագործակցության շրջանակում հանրակրթական դպրոցները կցագրվել են մոտակա զորամասերին և ռազմաուսումնական հաստատություններին։ Ընդ որում, այդ գործընթացում ներգրավվել են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, քոլեջ-վարժարանները։ Կազմակերպվել են դպրոցականների պարբերական այցելություններ Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան, Սարդարապատ թանգարաններ, ռազմաուսումնական հաստատություններ, զորամասեր։ Խորհրդակցության ընթացքում ներկա դպրոցների տնօրենները, զինղեկները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով իրենց ուզող խնդիրները ներկայացնելու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Նախարար Սեյրան Օհանյանին ևս մտահոգեց Հայ ասպետ կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի հեռուստատեսության երբեմն հակադաստիարակչական գործունեությանը վերաբերող մտահոգությունը և ոչ պետականամետ քարոզչությունը, հեռուստաեթերում այնպիսի ծրագրերի, ֆիլմերի առկայությունը, որոնք բացասական ազդեցություն են ունենում աճող սերնդի դաստիարակության առումով։ Միջոցառման ավարտին ռազմահայրենասիրական ոլորտում իրենց ներդրման և կատարած աշխատանքների համար մի շարք դպրոցների տնօրեններ, զինղեկներ և այլ կառույցների ներկայացուցիչներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու շնորհակալագրերով։ Խորհրդային միության փլուզմանը հաջորդած տարիներին մեր երկրում գրեթե անտեսվեցին մատաղ սերնդի ռազմայնասիրական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստության խնդիրները։ Վերջին տարիներին, սակայն, Պաշտպանության և Կրթության ու Գիտության նախարարությունները փորձում են շտկել այդ ոլորտում առկա բացթողումները։ Դեռևս 2009 թվականին Պաշտպանության և Կրթության ու Գիտության նախարարների համատեղ հրամանով որոշվել էր նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասաժամերի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով ակտիվացնել բանակ-դպրոց համագործակցությունը։ Միաժամանակ որոշում կայացվեց դասասենյակները համալրել ռազմարվեստի պատմությանը, մարտավարությանը և կրակային պատրաստությանը նվիրված դիդակտիկ նյութերով, ցուցապաստառներով, ինչպես նաև հայրենական արտադրության մենամարտ կրակային վարժասարքով և օդամղիչ զենքերով։ Այդ ամենից զատ հանրապետության դպրոցներում պետք է բացվեին փառքի սրահներ և կառուցվեին արգելագոտիներով համալրված մարզահրապարակներ։ Երկու նախարարների համատեղ հրամանի կատարման ընթացքը վերահսկելու համար Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրաս Սարգսյանը Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ օրերս այցելեց հանրապետության մի շարք հիմնական և ավագ ուսումնական հաստատություններ։ Պատվիրակության անդամները ծանոթացան նախնական զինվորական պատրաստության դասասենյակների, փառքի սրահների, դրանց կահավորման, ուսումնական զենքերի պահպանման պայմաններին։ Եվ եթե որոշ դպրոցներում նախնական զինպատրաստության և կրակային վարժասարքերի դասասենյակների կահավորման գործընթացը դեռևս ընթացքի մեջ էր, ապա Դիլիջանի ավագ դպրոցում բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ կայացավ մենամարտ կրակային վարժասարքի դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Դպրոցը պետության և բանակի հիմքն է, հաստատություն, որտեղ ձևավորվում է ապագա զինվորը։ Ըստ այդմ հարկավոր է անել առավելագույնը, որպեսզի ազգային բանակի շարքերը համալրելիս պատանիները տիրապետեն նախնական զինվորական պատրաստության այբուբենին, լինեն ֆիզիկապես առողջ, նշում է գեներալ-լեյտենանտ Մուրաս Սարգսյանը։ Մենամարտ վարժասարքերը սկսել ենք տեղադրել արդեն վերջի 2-3 տարիների ընթացքում եւ կասեմ, որ արդեն Հայաստանի Հանրապետությունում տարբեր մարզերում եւ Երևան քաղաքում տեղադրված է արդեն 24 վարժասարք։ Տարեվերջյան ամփոփիչ ստուգումների շրջանակներում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ նաև համար 159 դպրոցի կրակային լսարանի բացման հանդիսավոր արարողությունը,
որին մասնակցում էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ լեյտենանտ Հայկ Ազբաղմանյանը։ Վերջինս ի դեպ անմիջական մասնակցություն էր ունեցել դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասարանի կահավորման և համալրման գործում։ Բացելով դասասենյակները, արարողության մասնակից երկու նախարարությունների ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ այսօրինակ համագործակցության արդյունքում ազգային բանակ զորակոչվող տղաները գործնականում կտիրապետեն զինվորական գործի տարրական հիմունքներին։ Օրվա միջոցառումների շրջանակներում կայացավ նաև Երկրապահ կամավորական միությունում տեղադրված մենամարտ կրակային վարժասարքի դասարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Նախատեսվում է, որ պատանի երկրապահներից զատ վարժասարքից կօգտվեն նաև մոտակա երկու դպրոցների սաները։ Նշենք նաև, որ տարեվերջյան շրջայցի շրջանակներում ռազմահայրենասիրական դաստիարակության գործում առավել աչքի ընկած դպրոցների տնօրեններն ու նախնական զինվորական պատրաստության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ուսուցիչները պարգևատրվեցին պատվոգրերով։ Դեկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որը նվիրված էր մարդու իրավունքների միջազգային օրվան։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2011 թվականի սկզբին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն է թարգմանվել զինված ուժերի ժողովրդական վերահսկողության Ժնևյան կենտրոնի կողմից պատրաստված զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին ձեռնարկը։ Այդ ձեռնարկի հիման վրա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ուսումնական ծրագրում ներդրվելու է մարդու իրավունքները զինված ուժերում դասընթացը։ Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են մարդու իրավունքները զինված ուժերում թեմայով դասախոսություն քննարկումներ։ Քննարկումներն անցկացվում են ժողովրդավարության և իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության փորձագետների կողմից, իսկ ծրագիրը ֆինանսավորում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը։ Եվ ահա դեկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կլոր սեղան քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների, ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում արծարծվեցին զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավագիտության բարձրացման հարցեր, ներկայացվեցին ոլորտում կատարված աշխատանքները։ Ընդգծվեց, որ այս առումով 2011 թվականն արդյունավետ էր։ Նշվեց նաև, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել Պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին ըստ իրավասության հանձնարարվեց համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցության շրջանակում օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր գտնվում ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը։ Այցի մանրամասները Արցախի մեր գործընկերների ներկայացմամբ։ Օրերս աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ եղավ բանակային առաջնագծում, ծանոթացան շփման գծում տիրող օպերատիվ իրադրությանը, մարտական հերթապահություն իրականացնող սպաների ու զինվորների կենցաղային պայմաններին, առկա ինժեներական ամրակառույցների համակարգին։ Անկեղծ ասած, ես տեսնում եմ նրանց այստեղ հպարտ, տեսնում եմ այստեղ, որ նրանք զգում են այն պատասխանատվությունը, այն մեծ գործը, որ իրենք անում են, այդ զգացողությունը նրանց մոտ կա, որ իրենք շատ կարևոր գործ են անում, որ իրենք կանգնած են առաջի գծում եւ կանգնած են հայրենիքի համար։ Այ ամենակարևոր բոլորի մոտ այդ զգացողությունը եւ հպարտությունը կա։ Շփվել նրանց հետ մի գերագույն հաճույք է։ Շփվել նրանց հետ նշանակում է նրանցով հարստանալ, նրանցով հպարտանալ, նրանցով հզորանալ։ Բացի մարտական հերթապահություն կրող զինծառայողների համար նախատեսված նվերներից, Հանրապետության ազգային ժողովի նախագահը նաև անհատական ժամացույցներ նվիրեց բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող մի շարք սպաների եւ ժամկետային զինծառայողների։ Շարունակվում է զինված ուժերի համալրումը շարքային կազմի պայմանագրային զինծառայողներով։ Պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության կարող են անցնել շարքային կազմի 20-ից 45 տարեկան արական սեռի այն պահեստազորայինները, ովքեր ունեն ֆիզիկական եւ առողջական բավարար տվյալներ։ Պայմանագրային զինծառայության անցնելու եւ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու դեպքում պայմանագրային զինծառայողները կստանան մինչեւ 120,000, իսկ առանց մարտական հերթապահության 94,000-ից մինչեւ 100,000 դրամական բավարարում։ Պայմանագրային զինծառայողները կօգտվեն զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատ կամ զանգահարել 29 44 53 հեռախոսահամարով։ Ինչպես նշել ենք մեր երեկվա թողարկման ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով մինչև դեկտեմբերի 25-ը զինված ուժերի 27 զորամասեր պետք է ստանան մարտական դրոշներ։ Եվ ահա այս շաբաթ մարտական դրոշ է հանձնվել զինված ուժերի երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկին։ Զինված ուժերի երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն առավել քան ոգևորված է ու հպարտ։ Իրենց զորամասն այսօր ստացավ մարտական դրոշ, որպես զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ, եւ որպես յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար եւ հմտորեն պաշտպանելու ուղենիշ։ Շնորհավորելով մարտական դրոշ ստանալու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ լեյտենանտ Վալերի Գրիգորյանը խաղաղ ծառայություն մաղթեց զինծառայողներին ու նշեց. Այն ինչ որ այսօր ունենք, ինչ մենք հասել ենք նպատակի մինչև 94 թիվը պիտի պահենք եւ ոչ մի թիզ չպիտի տանք թշնամուն։ Զորամասի հրամանատարական կազմն էլի պատասխան նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը եւ արդեն նաեւ մարտական դրոշի պահպանումը սրբազան պարտք է յուրաքանչյուրի համար եւ իրենք պատրաստ են մինչեւ վերջին կաթիլ արյունն անգամ մարտնչել հանուն հայրենի երկրի խաղաղության։ Մեր հաջորդ տեսանյութն անդրադարձ է երիտասարդ մարդիկի պատրաստության պարապմունքներին։ Պարապմունքներ, որոնցում ներգրավված են ընթացիկ զորակոչի ընթացքում զինված ուժերի զորամասերից մեկի շարքերը համալրած նորակոչիկները։ Աշնանային զորակոչը դեռ չի ավարտվել, եւ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակվում են համալրվել նորակոչիկներով։ Զորամասերի շարքերը համալրած նորակոչիկներն էլ արդեն ամբողջովին ներգրավվել են զինվորական առօրյային եւ ամեն օր ըստ կարգացուցակի անցկացնում են տեսական եւ գործնական պարապմունքներ։ Զորամասի թե սերժանտական եւ թե հրամանատարական անձնակազմերը ձգտում են նյութը մատուցել հնարավորինս մատչելի, հարկ եղած դեպքում էլ մի քանի անգամ կրկնել, որպեսզի նորակոչիկները հասցնեն սահմանված ժամանակահատվածում տիրապետել անհրաժեշտ հմտություններին։ Առջևում էլ զինվորական երթման արարողությունն է, զինվորական ծառայության առաջին հանդիսավոր ստուգատեսը, որին նրանք պետք է ներկայանան առավելագույնս պատրաստ։ Այդ պատճառով էլ հրամանատարները հատուկ ուշադրություն են դարձնում նորակոչիկների շարային պատրաստությանը, որպեսզի նրանց յուրաքանչյուր շարժումը լինի հստակ եւ անթերի։ Ճիշտ է, նորակոչիկ ենք, բայց արդեն հարմարվել ենք այս կյանքին։ Նախ ուզում եմ նշել, որ սպայական ու սերժանտական կազմերը մեզ շատ լավ են վերաբերվում։ Այժմ նորակոչիկները սովորում են զինվորական կյանքի այբուբենը, պատվի առնել, շարային կեցվածք, շարային քայլ եւ այլն։ Շուտով զորակոչի ավարտից հետո, երբ զորամասը ամբողջությամբ կհամալրվի, տեղի կունենա զինվորական երթման հանդիսավոր արարողությունը, որից հետո էլ համալրելով տարբեր ստորաբաժանումների շարքերը, նորակոչիկները կկատարեն իրենց սահմանադրական պարտքը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործում է պայմանագրային սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ։ Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է։ Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 25 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի պահեստազորայինները եւ զինված ուժերում 1.5 տարի ծառայած պարտադիր ժամկետային ծառայողները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն պիտանի շարային ծառայության համար։ Դասընթացների ընթացքում կուրսանտները կստանան 85,000 դրամ ամսական բավարարում, իսկ ուսման ավարտից եւ զորքերում ծառայության անցնելուց հետո մինչև 150,000 դրամ աշխատավարձ։ Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել տարածքային զինկոմիսարիատներ կամ զանգահարել 29 44 53 հեռախոսահամարով։ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում օրերս կայացել է նիստ, որի ընթացքում որոշվել է եռամսյա ծրագիր ներդնել ինստիտուտի կրթական համակարգի բարելավմանն աջակցելու նպատակով։ Նիստին մասնակցել է նաև մեր նկարանող խումբը։ Ռազմական ինստիտուտում կրթական ոլորտի բարելավման աշխատանքներն անշուշտ կարևոր նշանակություն ունեն սպաների պատրաստման համար։
Այս նպատակով կազմակերպվել էր Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի համատեղ նիստ, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ ու հասարակական ու մշակութային գործիչներ։ Նիստի սկզբում ինստիտուտի հրամանատարական կազմը ներկայացրեց ինստիտուտի ողջ կրթական համակարգը, առավելություններն ու այն կրթական միջոցառումների անհրաժեշտությունը, որը կարող է քաղաքացիական նախաձեռնությամբ լինել։ Ներկաներից յուրաքանչյուրը իր տեսակետն արտահայտելով առաջարկեց նաև իր օգնության շրջանակը, այն դասընթացներն ու ծրագրերը, որոնք կարող է իրականացնել կուրսանտների, ապագա սպաների համար, որպեսզի նրանք սպայական ծառայության անցնեն հնարավորինս շատ ու բազմաբնույթ գիտելիքներով հարստացած։ Սա նաև կնպաստի զորքի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ու կարգապահության ամրապնդման գործընթացին։ Ռուսաստանի բնական գիտությունների հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռաֆայել Մելիքոհանջանյանի վստահեցմամբ այս նախաձեռնությունը բանակաշինության գործում կարևորագույն ներդրում ունենալու լայն հնարավորություններ կընձեռի։ Շարունակում ենք թողարկումը։ Երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Արարողություն, որի գլխավոր դերակատարները ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիներն էին։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հերթական սերունդը երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին եւ հավատարիմ լինել Հիպոկրատի երդմանը։ Այս երիտասարդները մի քանի տարի անց ավարտելով ուսումը կհամալրեն զինված ուժերի ստորաբաժանումների շարքերը եւ ռազմական բժշկի մասնագիտությամբ կծառայեն հայրենիքին։ Իսկ այսօր նրանք իրենց դասախոսների, հրամանատարների եւ հարազատների ներկայությամբ հանդիսավոր հանձնում են իրենց զինվորական երդում, որը նրանց կյանքում թերևս առաջին լուրջ քայլն է եւ զինվորական ամբողջ ծառայության ընթացքում կուղեկցի նրանց։ Առջևում էլ ուսման տարիներն են, որոնց ընթացքում խորապես ուսումնասիրելով բժշկի մասնագիտությունը եւ գործնական պայմաններում զարգացնելով իրենց հմտությունները, նրանք որպես պատրաստի մասնագետներ կապահովեն զինված ուժերի ստորաբաժանումների, այսինքն հայ զինվորի առողջ կենսագործունեությունը հայրենիքի պաշտպանության գործում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյակին ընթരാճ զինուշ հեռուստածրագիրը ներկայացնում է այն անհատներին եւ նրանց մարտական ուղին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախյան ազատամարտում կերտած հաղթանակի, ինչպես նաեւ բանակաշինության գործում։ Այդպիսի անհատներից մեկն էլ քանդակագործ նահատակ ազատամարտիկ Արտուր Ղարիբյանն է։ Ազգային ազատագրական պայքարի տարիներին հազարավոր հայորդիներ ոտքի ելան պաշտպանելու վտանգված հայրենիքի սահմանները։ Ավաղ նրանցից շատերը չապրեցին Արցախյան գոյամարտի հաղթանակի բերկրանքը։ Արտուր Ղարիբյանը մեկն էր այդ հերոսներից։ Նա, ով պատերազմի առաջին իսկ օրերից առանց երկնչելու նետվեց ազատագրական պայքարի հորձանուտը։ Արտուրը ծնվել էր 1967 թվականի դեկտեմբերի 16-ին։ Դեռևս փոքր տարիքից հրապուրվել է քանդակագործությամբ եւ նկարչությամբ։ Եվ պատահական չէր, որ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Գեղարվեստի ակադեմիա։ Շնորհալի պատանին ակամայից գրավում է դասախոսական կազմի ուշադրությունը։ Նա վճռել էր իրեն նվիրել քանդակագործությանը, եւ թերևս այդպես էլ կլիներ, եթե չսկսվեր Արցախյան ազատամարտը։ Արտուրն այլ ընտրություն ու ճանապարհ չուներ։ Նա պիտի դառնար առաջին կամավորականներից մեկը, մասնակցեր կարևորագույն ու թեժ մարտերին, կռվեր ու թրծվեր որպես զինվոր ու հրամանատար եւ 25 տարին դեռ չբոլորած 1992 թվականի նոյեմբերին զոհվեր Սրխավենտ գյուղի ազատագրման գործողության ընթացքում։ Անցել են երկար ու ձիգ տարիներ, սակայն Արտուրի կերպարը դեռ լույս է ճառագում շատ շատերի հոգիներում, հատկապես նրանց, ովքեր գոնե մեկ ակնթարթ ճանաչել են հերոսին։ Դեկտեմբերի 16-ին լրացավ Արտուրի ծննդյան 44-րդ տարեդարձը, եւ այդ օրը Գեղարվեստի ակադեմիայում անցկացվեց միջոցառում նվիրված Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարի Արտուր Ղարիբյանի հիշատակին։ Բացելով հուշ ցերեկույթը Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Արամ Իսաբեկյանն անդրադարձավ ժողովրդի ծոցից ելած եւ այդ նույն ժողովրդին մինչ իմահ նվիրված Արտուրի անձնազոհ խիզախությանը, նրա ընդհատված կարճ, միևնույն ժամանակ խոստումնալից ստեղծագործական ուղուն։ Արտուրի մարտական ընկերներն իրենց հերթին ներկայացրին դրվագներ նրա մինչև ուղնուծուծը հայրենասիրությամբ տոգորված կյանքից, վերհիշեցին նրա խստապահանջ, միաժամանակ համեստ, անվախ եւ վճռական կերպարը։ Ամենամեծ իր առավելությունը կարգու կանոնն էր։ Ասենք նույնիսկ պատերազմի ժամանակ, որ չգիտես, այսում զենք, այսում պատրոն, այսում մագազինն է, բան, ինքս բոլորին հավաքում էր, ասում էր, լսի, սա քո մագազինն է, սա քո։ Այսինքն տիպար, որի համար, իմ համար, ասենք, հայ ժողովրդի համար գագաթնակետը եղել է Մասիս Սարը, իմ համար կարգկանոնի գագաթնակետը եղել է Արտուր Ղարիբյանը, Տուդուլը, մեր ընկերը, որը անհավանական լավ ընկեր էր։ Արտուրը նաև շատ պրագմատիկ զինվոր էր։ Նա նույնիսկ հիշում եմ, որ Քրկոժյանի մարտերից մեկից հետո
մեզ հարցնում էր, քանի որ ինքն էր բաշխում զինամթերքը, իսկ այն ժամանակ զինամթերքի խիստ պակասություն կար, հարցնում էր դու քանի թուրք ես սպանել, որ այսքան փամփուշտ ես կրակել։ Այսինքն պրագմատիզմի, նույնիսկ ժլատության հասնող խստապահանջություն կար նաև զինամթերքի, հանդերձանքի, ընկերների հակ ու կապի եւ պահվածքի, կեցվածքի նկատմամբ։ Անչափ կարևորելով նմանաբնույթ միջոցառումների դերն ու նշանակությունն ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, միջոցառման մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ այդպիսի միջոցառումների շնորհիվ արժևորվում է Արթուրի եւ նրա մարտական ընկերների անմահ սխրանքը, սխրանք, որը ուղենիշ է մատաղ սերնդի համար։ Հավելենք նաև, որ միջոցառման ավարտին ցուցադրվեց ռեժիսոր Սամվել Թադևոսյանի Արթուր Ղարիբյանի կյանքի ու մարտական ուղու մասին պատմող տեսաֆիլմը։ Ապրիլ եւ հիշիր խորագրի ներքո եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյակին ընթരാճ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արիության մեդալի ասպետ կապիտան Համլետ Մինասյանի մարտական ուղին։ Ուղիղ 20 տարի առաջ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին նա անկավ Շահումյանի շրջանում մղված անհավասար մարտում։ Նշենք նաև, որ Համլետ Մինասյանը խորհրդային բանակի սպա էր եւ Արցախյան շարժումը սկսվելուն պես վերադարձել էր հայրենիք։ Դեկտեմբերի 10-ին Համլետ Մինասյանի վերջին հերոսամարտից ուղիղ 20 տարի անց հարազատները եւ մարտական ընկերները կրկին այցելության եկան նրա շիրմին ու կրկին վերհիշեցին հերոս սպայի անցած մարտական ուղին, իսկ այդ ուղին վավերացվել է մարտական գործողությունների մասնակիցների հուշերում, տարբեր պարբերականներում տպված հոդվածներում, մի քանի լուսանկարներում։ Սակայն այդ հուշերը լսելիս եւ տպագիր էջերը կարդալիս մտովի պատկերացնում եւ խոնարհվում ես մի հայորդու հիշատակի առջև, ով մի խումբ ռազմիկների հետ կատաղի մարտի է բռնվել մեծականակ, մինչև ատամները զինված թշնամու հետ։ Կամենեց Պոդոլսկի բարձրագույն ինժեներական ռազմական ուսումնարանի շրջանավարտը եզակի զինվորական մասնագիտության տեր սպա էր։ Համլետ Մինասյանը ականների հայտնաբերման, տեղադրման եւ ոչնչացման մասնագետ էր։ Խորհրդային Միության զինված ուժերի տարբեր զորամասերում ծառայելուց հետո Ղարաբաղյան շարժումը սկսվելուն պես նա անմիջապես վերադարձել է հայրենիք եւ նոյեմբերանի Իջևանի Տաուշի սահմանամերձ բնակավայրերում Արցախի Շահումյանի շրջանում գնդապետ Իվան Ղուկասովի հրամանատարությամբ որպես գլխավոր մասնագետ տարբեր մարտական առաջադրանքներ է կատարել։ Դեկտեմբերի 10-ին ազերի մեծականակ հրոսակախմբի ворջ դարձած Թոդան գյուղի կրակակետերը ոչնչացնելիս եւ թշնամուն դուրս շպրտելիս Համլետը մահացու վիրավորվեց։ Հետմահու նրան Արիության մեդալ շնորհվեց։ Ընդամենը 33 տարի ապրեց Համլետ Մինասյանը։ Կարճ, սակայն այնքան վառ ու բովանդակալից զինվորական ճակատագիր։ Համլետ Մինասյան, անուն, ում սխրանքը ոսկե տառերով է գրվել հայոց նորագույն պատմության մեջ։ Հայ մտավորականը մշտապես կանգնած է եղել ազգային բանակի կողքին, անհրաժեշտության դեպքում խոսքով կամ զենքը ձեռքին օրինակ ծառայելով ու քաջալերելով հայ զինվորին։ Մտավորականը եւ բանակը խորագրի շրջանակներում ազգային բանակի զինծառայության դերի եւ նշանակության շուրջ իր խոհերն է կիսում գեղանկարիչ Հակոբ Սուքեսյանը։ Ազգային բանակը մեզ ոգեշնչում է, ավելի մեզ հույս է տալիս հետագայում ապրելու, ստեղծագործելու։ Եթե պետություն է, ուրեմն պետք է անպայման ունենա իրեն բանակը, որպեսզի ժողովուրդը ապահովված լինի, չէ որ մեր ժողովուրդը անցյալում շատ դառնություններ է տեսել հենց այդ բանակը չունենալու պատճառով։ Եվ ես շատ ուրախ եմ, որ շուտով մենք կտոնենք հայկական բանակի ստեղծման 20-րդ տարեդարձը։ Դա մեծ ոգևորություն է մեզ համար, եւ ես ուրախ եմ, որ մեր բանակը գնալով ավելի ամրապնդվում է, ավելի հզորանում է։ Սովետական շրջանում նույն պարադները մենք միշտ տեսնում էինք, բայց այս անգամ շքերթը նայելով կարծես մի նոր ավելի ջերմ զգացում ես ապրում, քանի որ հասկանում ես, որ դա քո ազգայինն է, դա պաշտպանելու է քո ժողովրդին եւ մեծ ուրախությամբ է լցվում քո սիրտը։ Ես իմ երիտասարդ ժամանակ ծառայել եմ սովետական բանակում 1951-ից 54 թվականներին, դա այն ժամանակ 3 տարի էր։
Եվ ես պետք է ասեմ մեր երիտասարդներին, որ իրենք ավելի սիրով պետք է ծառայեն, քանզի իրենք ծառայում են մեր ազգային հայկական բանակում։ Այդ 2 տարին կոփում են նրան, դարձնում է իրենք կամքի տեր մարդ, հզոր եւ պատրաստ հետագայում դիմակայելու ամեն մի այն ոտնձգությունների, որ պետք է լինի իր ազգի նկատմամբ։ Դրա համար մեր ժողովուրդն է հասկանում։ Եվ շատերը սիրով են ուղարկում, որովհետեւ նա դառնա կատարյալ տղամարդ, գնում են 2 տարի ծառայում են բանակում։ Ես դիմում եմ մեր զինվորներին, մեր երիտասարդներին, որոնք դեռ չեն գնացել բանակ, եւ այն տղաներին, որոնք ծառայում են, որովհետեւ նրանք մեծ սիրով վերաբերում են իրենց պարտականությունների նկատմամբ, չէ որ դա անհրաժեշտություն է հետագայում իրենց կամքը դրսևորելու, ընդանալու եւ հայրենիքի կողքին կանգնելու համար։ Ես ցանկանում եմ, որ ել ավելի ամրապնդվի մեր բանակը, ել ավելի հզորանա, ինչքան հզոր բանակ ունենանք, այնքան ավելի ապահով կլինի մեր հետագա ժողովրդի գոյությունը, կյանքը։ Դեկտեմբերի 9-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի խաղարկությունը։ Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր բանակի կենտրոնական մարզական ակումբի թիմը։ Առաջին անգամ անցկացված Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի մրցաշարին մասնակցում էին Ռուսաստանի բանակի մարզական ակումբի, ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների եւ ռազմական ինստիտուտի թիմերը, ինչպես նաեւ Թուրքիայի, Բելոռուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Հայաստանի բանակի մարզական ակումբի թիմերը։ Հայաստանի թիմը նախնական հանդիպումներում պարտության է մատնել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Ուկրաինայի թիմերին։ Եզրափակիչում մեր տղաները մրցեցին Ռուսաստանի Դաշնության բանակի մարզական ակումբի թիմի հետ։ Մեր թիմի ամենատիտղոսակիր մարզիկը 2011 թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Գոր Հարությունյանն էր, 60 կիլոգրամ, ով մրցաշարում հանդես էր գալիս 66 կիլոգրամ քաշային կարգում։ Համառ պայքարում մեր թիմը 2-3 հաշվով զիջեց եւ բավարարվեց երկրորդ մրցանակային տեղով։ Մրցաշարում արժանապատվորեն հանդես եկած մեր պատվիրակությունը հայրենիք վերադարձավ դեկտեմբերի 11-ին։ Մեր բանակի մարզական ակումբում գիտենք, որ ծառայում են բարձր արդյունքներ նվաճած մարզիկներ, նաև այսպիսի միջոցառումները ծառայում են, որպեսզի նրանք կարողանան իրենց մարզավիճակը բարձր պահեն, հետագայում օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում ավելի լավ հանդես գալու համար։ Իսկ ինչ վերաբերվում է զուտ այս մրցաշարին, սա ուղղակի եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության վերաբերմունքը դեպի սպորտ շատ դրական է, որի արդյունքում մենք կարողացանք եւ գործուղվել այս մրցաշարին եւ նվաճել այս բարձր կոչումը։ Այս մրցաշարի նպատակը մասնակից երկրների ուժային կառույցներում ձյուդոյի լայն տարածումն է, նրանց միջև համագործակցության ամրապնդումը, առողջ ապրելակերպի քարոզումն ու ձյուդոյով զբաղվողների վարպետության բարձրացումը։ Այս մրցաշարը նաև հնարավորություն է տալիս ընտրելու լավագույն մարզիկներին աշխարհի, Եվրոպայի եւ այլ միջազգային մրցաշարերին ու առաջնություններին մասնակցելու համար։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։